Ողջույն ձեզ։ Օրվա կարգացուցակով զինվորական հագեցած առօրյա ճիշտ նույն կերպ ինչպես 20 տարի առաջ։ Շատերն այո, հենց 2 տասնամյակ առաջ են ծառայել, զինվորական համազգեստ կրել, զենք բռնել։ Նրանցից մեկն էլ Դավիթ Աբովյանն է։ Գործարար եմ, տարբեր բիզնեսներ ունեմ, արհեստական բանականության տվյալների կենտրոններ են կառուցում, շինարարական ընկերություն ունեմ, էներգետիկայում եմ զբաղվում, տնկարան ունեմ, բույսերի դեկորատիվ բույսեր ենք աճեցնում, բայց մի փոքր կտրվել է, կարծում եմ մարդու վրա լավ է ազդում։ 25 օր բացակայել է, ես շատ լավ հասկանում եմ ցանկացած մարդու համար բարդ որոշում է ու բարդ քայլ է, բայց այդ քայլը չի կարելի ուղղակի անել, էլի, գալուց է պետք է փորձել ինքդ քո վրա աշխատես։ 18 տարեկանում, երբ զորակոչվում ես ծառայության, ամեն ինչ այլ է, անհատական անձնային հատկանիշները, բնավորության գծերը, առհասարակ աշխարհընկալումը, բայց արդեն հասուն քիչ թե շատ կայացած մարդը վարժական հավաքների մասնակցելիս այլ մարտահրավերներ է հաղթահարում։ Ուրիշ զգացողություններ, որ գալիս ես ոնց որ նոր եկել ես բանակ նորից։ Շատ բաներ նման են, որտեվ նորից զգաս կանգնում ես, նորից շարք ես կանգնում, 20 տարի առաջ այդ սարքավորումները, որոնք մեզ հիմա ցույց են տալիս, որ մեր բանակը ունի ու այդ սարքավորումներով ոնց որ համալրված է, քաղաքացիական կյանքում չենք կարող տեսնել, ոչ է կարող ենք ձեռք տալ, ոչ է կարող ենք իրենցով սովորել կամ փորձ ձեռք բերել։ Դրա համար շատ հետաքրքիր է, անհամատելի է ինչ մենք անցել ենք այն ժամանակ ու հիմա։ Երևի միակ բանը, որ մնացել է, դա զենքն է, որ այսպես կոչված ական ինքնաձիգը, որ նույնն է, կրակելը հիշում ենք, նույն ձև կրակում ենք, նորից փորձը ձեռք ենք բերում։ Դավիթը վստահ է, որ առօրյա հոգսերի միապաղաղության մեջ բացթողումներ շատ ենք ունենում։ Այս օրերը նաև ինքդ քեզ 20 տարի անց նույն իրավիճակներում այլ տեսանկյունից քննելու միջոց են, անձնային աճը գնահատելու, գուցեև ժամանակին բաց թողածը վերագտնելու հնարավորություն։ Մենք ապրում ենք հարափոփող աշխարհում, որտեղ նորագույն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը բոլորովին այլ մտածողություն են թելադրում, եւ ինքդ քեզ չկորցնելու միակ ճանապարհը շարունակական կրթությունն է, նաեւ բանակում։ Սա Դավիթը հասկացել է վարժական հավաքների առաջին իսկ օրը, երբ սպաների հրահանգիչների հետ շփումների արդյունքում բացահայտել է նոր բանակ եւ համոզվել, որ այն, ինչ ինքը գիտեր զինվորական գործի մասին, այլևս կիրառելիության առումով այնքան էլ արդիական չէ։ Շատ ուրախացել ենք, երիտասարդ սպաներ են մեզ դասավանդում, որ մեզանից տարիքով ավելի երիտասարդ են, շատ փորձառու ու այնքան հետաքրքիր են իրանք դասը բացատրում, այնքան ոգեշնչող է, որ տեսնում ես այդ երիտասարդը ինչպես է ինքը իր գործը սիրում, իր գործով ապրում, իր գործը փորձում քեզ ցույց տա, սովորեցնի մասնագետներ են, ովքեր որ ոչ թե ասում են այս sense պետք է լինի ու վերջ, այլ ասում են այս sense-ա, որովհետև Իբրև ծնող, որը շուտով իր իսկ որդուն պետք է կոչի սահմանադրական պարտքը ստանձնելու, սա բանակում իրականացված բարեփոխումները, զինվորական ծառայության մտածողության արմատական փոփոխություններն անձամբ տեսնելու եւ գնահատելու բացառիկ հնարավորություն է համարում։ Մեծ տղաս 16-ա 2 տարուց բանակ է գալու ու բանը շատ հետաքրքիր է, շաբաթ օրը դե թույլատրված է որ գան այցելության եկել էր, ամենալավ տարբերակը որ կարող ես անել, սեփական օրինակով ցույց տալ, որ ինչով պետք է հպարտանալ, ինչով պետք է ապրել, իսկ բանակը մեր հպարտությունն է իմ կարծիքով։